Հայաստանը եւ ԱՄՆ-ն սկսել են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբի-Սողոմոնյանը վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով եւ անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է եւ որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին։ Էրեբունի Երևան տոնը սկսվելու է հոկտեմբերի 11-ից, հայտարարել է Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը, ընդգծել է, որ այս տարի կան հյուրեր արտասահմանից եւ տոնը սկսվելու է էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը տեղի է ունենալու Դիանա Աբգարի այգում։ Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով նախագահ Մայա Սանդուի առաջնորդած Գործողություն եւ Համերաշխություն կուսակցությունը ստացել է մանդատների բացարձակ մեծամասնությունը։ Ռուսամետ ընդդիմությունը պարտություն է կրել։ Օգտագործեք խորը հարվածի հնարավորությունը, սուրբ տարածքներ չկան։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինային թույլատրել է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին, սակայն նրա խոսքով Պենտագոնը չի լիազորել Ուկրաինային դրանք իրականացնել։